Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Միացյալ Նահանգների փոխնախագահը Երևանում խոստացավ Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը։ Արդյոք պայմանավորվածություն կա ու հայկական նոր ատոմակայանը ամերիկյան տեխնոլոգիայով կկառուցվի։ Երևանի խուսափողական եւ ամերիկացի պաշտոնյայի հստակ պատասխանը։ Ինչու Վենսի X-ի օգտահաշվից ջնջվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումն ու լուսանկարները։ Ում հետ է Ծառուկյանը գնալու ընտրության։ Հայաստանից հեռանալու ազգային անվտանգության ծառայության տված ժամկետը լրացել է։ Իրանցի կինը դեռ Հայաստանում է։ Իրավապահների սպառնալիքները շարունակվում են։ Քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, Ռուսաստանը կոչ է անում չոգևորվել Միացյալ Նահանգների ջանքերից։ Եվ այսպես ավարտվեց Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Երևան։ Նա այստեղից Բաքու է մեկնել։ Օդանավակայանում Վենսը կարճ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ ու հայտնել, որ Բաքվում կբարձրացնի նաև հայ գերիների հարցը։ J.D. Վենսը անուղղակի այդ հարցը խաղաղության հետ է կապել։ Դուք բարձրացնելու եք հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը Բաքվում ձեր հանդիպումների ընթացքում։ Այո, մենք անշուշտ խոսելու ենք հայ բանտարկյալների մասին, այդ հարցը կարծարծվի։ Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Երեք վարչապետ Փաշինյանը ասաց, որ լավատես է խաղաղության հարցում, հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա եւ որտեղ էինք մի քանի ամիս առաջ։ Մենք մի շարք հարցեր ենք բարձրացնելու եւ ես կարծում եմ, որ մենք եւ հայերի եւ ադրբեջանցիների հետ շատ հաջող համագործակցություն ենք ունենալու։ Վենսի այցից ժամեր առաջ Բաքվում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Վարդանյանը նաև վերջին խոսքով է հանդես եկել, բայց թե ինչ է ասել, չեն փոխանցում։ Ադրբեջանի դատախազությունը երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մեղադրում է պատերազմ ծրագրելու, վարելու, ահաբեկչության ու ծանր այլ հանցագործությունների համար և ցմահ ազատազրկում է պահանջել նրա համար։ Նրան դատում են ռազմական դատարանում։ Անցած շաբաթ նույն դատարանը ցմահից մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտեց 15 հայերին, այդ թվում Արցախի նախկին ղեկավարներին։ Վարդանյանը ադրբեջանական գերության մեջ գտնվող միակ հայն է, որի նկատմամբ դատավճիռ դեռ չէր կայացվել։ Բաքվում արդեն ավարտվել է Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ, ապա ընդլայնված կազմով J.D. Վենսի հանդիպումը։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել, որի վրա աշխատել են 6 ամիս։ Երևանն ու Վաշինգտոնը ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրել են նախորդ Բայդենի վարչակազմի վերջին օրերին։ Իլհամ Ալիևին այսօր ամերիկյան այս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը համարել է Թրամփի ուղին, որը, ինչպես շեշտել է, ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլ կլինի մեջբերեմ շատ հուսալի անվտանգ մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով։ Բաքու մեկնելուց առաջ առավոտյան ԱՄՆ փոխնախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր։ Այցը անաղմուկ չանցավ, պարզվեց J.D. Վենսը ջնջել է X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները։ Փոխարենը կիսվել իր խոսնակի գրառումով, որտեղ սակայն ի տարբերություն իր գրառմամբ Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է։ Մարդկանց աչքից չվրիպեց այս փոփոխությունը։
Վենսի աշխատակազմը անմիջապես արձագանքեց, իսկ ահա բուն հուշահամալի իր Ամերիկայի երկրորդ պաշտոնյայի այցի մասին միայն պաշտոնական տեսանյութերից, լուսանկարներից և Ցեղասպանության թանգարանի տնօրենի պատմություններից կարող ենք պատկերացում կազմել։ Լրագրողներին թույլ չի տրվել տարածքում լինել։ Վենս ամուսիններն առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունքում էին ծաղկեպսակ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ջեյդի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ իջնում են անմար կրակի մոտ վարդերի փնջով, մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը։ Հայաստանի իշխանությունն է խնդրել այցելել այս շատ կարևոր վայրը, արդեն հեռանալիս օդանավակայանում ասաց Միացյալ Նահանգների փոխնախագահը, ի պատասխան հարցի, արդյոք պաշտոնապես ճանաչում եք հայոց ցեղասպանությունը։ Առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան, եւ նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ սա շատ սարսափելի մի բան է, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, եւ մի բան, որը նրանց համար մշակութային առումով շատ կարեւոր է։ Այդ պատճառով, որպես հարգանքի նշան թե զոհերի, թե Հայաստանի կառավարության հանդեպ, որը տարածաշրջանում մեզ համար շատ կարեւոր գործընկեր է, թե վարչապետ Փաշինյանի նկատմամբ հարգանքով, ես ցանկացա գնալ եւ այցելել այդ վայրը, հարգանքի տուրք մատուցելու։ Նահանգների փոխնախագահի առավոտյան հուշահամալիր այցից հետո X-ի նրա էջում գրառում կար, որտեղ օգտագործված էր հայոց ցեղասպանություն բառը։ Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը, հարգելու 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Գրառումը սակայն ջնջվեց ու Վենսի էջում հայտնվեց նրա խոսնակի գրառումը առանց ցեղասպանություն եզրույթի։ Վենսի աշխատակազմից հայտնում են առաջին գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից։ Նրանք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել։ Խոսնակն էլ բացատրել է փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությամբ։ Ինքնաթիռի մոտ Ջեյդի Վենսը այսօր հայոց ցեղասպանությունը շատ սարսափելի բան անվանեց։ Թրամփի վարչակազմը հավատարիմ է հայոց ցեղասպանության փոխարեն այլ արտահայտություններ օգտագործելու քաղաքականությանը։ Անցած տարի էլ նախագահ Թրամփի ապրիլ 24-յան ուղերձում մեծ եղեռն հնչեց։ Այսօր Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում բարձրաստիճան զույգին հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը նախ պատմել է այն ամերիկացիների մասին, որ թուրքական կառավարության իրագործած ոճերի դեմ իրենց ձայնն են բարձրացրել։ Հուշապատի հետևում երկու ամերիկացի, մեկ միսիոների եւ Ամերիկայի դեսպանի հուշատախտակը Հենրի Մորգենթաուի եւ Կլարա Բարտոնի, ովքեր ամերիկացիներ են եւ հայոց ցեղասպանությունից առաջ եւ հայոց ցեղասպանության ընթացքում մեծ դերակատարություն են ունեցել, ինչպես հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, այնպես էլ հայերին օգնելու առումով եւ ներկայացրեցի այդ երկու անձնավորություններին եւ ինչու են նրանք ամփոփված հուշապատի մեջ որպես հայ ժողովրդի երախտիկի խոսք։ Հուշապատի խորշերի մեջ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Մորգենթաուի ու Կլարա Բարտոնի ԱՄՆ Կարմիր խաչի ղեկավարի գերեզմաններից բերված հողով լի սափորներն են։ Հուշահամալիրի տարածքում այլ խաչքարեր ու հուշաքարեր կան, որ օգնում են պատմել ողբերգական այլ իրադարձությունների մասին։ Այստեղ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերն են, Արցախյան պատերազմի առաջին զոհերի շիրիմները։ Ներկայացրեցի նաև հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 3 խաչքարերը, որոնք կան նվիրված սովետական Ադրբեջանում հայերի դեմ իրականացված բռնությունների եւ նաեւ 5 ազատամարտիկների շիրիմներին, որոնք որ ամփոփված են հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։ Բացատրել եմ, թե ինչու են իրենք հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, բացատրելով այդ կապը, որ ժողովրդի մոտ եղել է այդ մոտեցումը, այդ գիտակցումը, որ դրանք կապված երևույթներ են եւ այդ պատճառով ամփոփվել են աճյունները ցեղասպանության թանգարանի տարածքում եւ նաեւ խաչքարերը ինչու են այստեղ։ Հյուրերին Էդիտա Գզոյանը 5 գիրք է փոխանցել հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրի մասին։ Այն ամենի, ինչ տարբեր դարաշրջաններում տեղի է ունեցել հայերի հետ թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքով, ողբերգական դեպքեր, որոնց անդրադարձել է նաեւ ամերիկյան մամուլը։ 3 գրքերը դա ամերիկյան մամուլից
ուրեմն արձագանքներ էին Հայոց ցեղասպանությանը, New York Times-ի 2 հատորները, որոնք ընդգրկում են 1915-23 թվականին, թե ցույց տալու համար, թե New York Times-ը քանի անգամ է անդրադարձել Հայոց ցեղասպանությանը եւ մյուս գիրքը կրկին ուրեմն ամերիկյան մամուլի արձագանքներ Անդրկովկասում թաթարների ուրեմն վերաբերմունքը հայերին, նրանց ագրեսիան հայերի նկատմամբ էլի վերցված ուրեմն ամերիկյան մամուլից նվիրեցինք նաեւ Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը որպես Ամերիկայում տպված առաջին հուշագրություն եւ նաեւ մեր թանգարանի պատկերագիրքը Վենս ամուսինները լսել են նաև հուշահամալիրի կառուցման պատմությունը, ընդհանուր առմամբ շատ տպավորված էին, ասում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Այցը թեպետ ընդամենը կես ժամ է տևել, հյուրերը թանգարան էլ չեն մտել, բայց ըստ Էդիտա Գզոյանի հասցրել է այդ կես ժամում շատ բան պատմել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դրսում անձրևի տակ հասցրել է նաև գրառում անել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Այցի վերաբերյալ տարածված լուսանկարներում հյուրերը ժպտում են միայն մեկում, ենթադրվում է այստեղ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը պատմում է հուշահամալիրի հիշողության պուրակում շուրջ 30 տարի առաջ տնկված առաջին ծառի մասին, որը տնկվել էր 1997 թվականին ամերիկացի սենատոր Ռոբերտ Դոլի կողմից, ով հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր, ներկայացրեցի նաև ուրեմն այդ ծառի մասին։ Ամերիկացի սենատորին Ռոբերտ Դոուլին փրկել ու երկրորդ կյանք էր տվել ցեղասպանությունից փրկված հայ վիրաբույժը։ Սենատորը երկարատև արշավ է մղել, որպեսզի կոնգրեսն ընդունի հայոց ցեղասպանությունը։ Փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։ Ինչ է նշանակում Միացյալ Նահանգների փոխնախագահի այս հայտարարությունը, որ մոդուլային ատոմակայանի հարցում Հայաստանը կողմնորոշվել է։ Բառացիորեն մի քանի օր առաջ դեռ հայաստանցի պաշտոնյաները վստահեցնում էին, թե միայն տեսակն են ընտրել, որ մոդուլային է լինելու ու ոչ թե մեծ ջերմային։ Բայց ահա երկիրը, որի տեխնոլոգիան կկիրառեն, չէին հստակեցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխնախագահ Ջեյդի Վենսը երեկ խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարություն ստորագրեցին։ Մինչ Միացյալ Նահանգների երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը հայկական կողմը չէր հստակեցնում, թե որ երկրի տեխնոլոգիայով է նոր ատոմակայան կառուցելու։ Ջեյդի Վենսը նախորդին բավականին ուղիղ հայտարարեց. ամերիկյան տեխնոլոգիաները, փոքր մոդուլային ռեակտորները Հայաստան կհասնեն։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում։ Այս պահին աշխարհում գործող ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներ չկան, այնտեղ առայժմ հղկում կատարելագործում են դրանք։ Պետքարտուղարությունն այն հաջորդ սերնդի տեխնոլոգիա է որակում։ Վերջնական գործարքի համար նախ պետք է 1-2-3 համաձայնագիր կնքել։ Երեք կողմերը հայտարարեցին դրա շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Առջևում ներպետական ընթացակարգերն են։ Այս պահին Վաշինգտոնը նման 26 համաձայնագրեր է կնքել, որոնք վերաբերում են 50 երկրի։ Հայաստանի հարևաններից այսպիսի փաստաթուղթ Միացյալ Նահանգները ստորագրել է միայն Թուրքիայի հետ։ Նման համաձայնագրեր ունեն նաև օրինակ Ռուսաստանի, Չինաստանի հետ։ Հայաստանը պետք է նոր էներգաբլոկ կառուցի մինչ 2036 թվականը։ Ատոմակայանի այժմ շահագործվող էներգաբլոկի գործունեությունն այդ ժամկետով է երկարաձգվել։ Որքան կարժենա ամերիկյան տարբերակը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը նաև թվեր հրապարակեց։ Սկզբնական փուլում խոսքն ընդհանուր 5 միլիարդ դոլարի մասին է։ Այսինքն փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը նախնական հաշվարկով հենց այդքան կարժենա։ Այդ 5 միլիարդ, այնուհետև 4 միլիարդ, դա ըստ էության լինելու է վարկ Հայաստանի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ այս հաշվարկները դեռ շատ նախնական են։ Տեխնոլոգիան ել ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, թե ի վերջո այն որքան կարժենա, հիմա դժվար է ասել, սակայն եթե Հայաստանը ցանկանում է այս տեխնոլոգիան կիրառել, արդեն պետք է հերթ կանգնի։ Հիմա կարող ենք ասել նախնական պատվերների փուլն է այս
մոդուլային ռեակտորների պարագայում, եւ Հայաստանը պետք է այդ պատվիների ցանկում կամ երկրների ցանկում ընդգրկվեր ապագայի համար։ Փորձագետների հիմնական մտահոգությունն էլ հենց տեխնոլոգիայի նորությունն է, այն դեռ չի շահագործվել, փորձարկված չէ։ Տնտեսագետն անցած տարի Միացյալ Նահանգներում էր եւ տեղում է փորձել մանրամասներ պարզել։ ԱՄՆ-ում ներկայումս 5-6 տեսակի ատոմային մոդուլային կայանների նախագիծ է քննարկվում։ Անցած տարի ԱՄՆ-ի մայիսի ժամանակ այդպիսի նախագծերի մասին փորձեցի որոշակի տեղեկատվություն հավաքել, նշեմ, որ այդպիսի տեղեկատվությունները շատ քիչ են, դեռ ուսումնասիրության մեջ են, քննարկման մեջ են, կոնկրետ պատրաստի վիճակ չկա, որ կարողանանք ես տրամադրել։ Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի կայքում կարդում ենք, փոքր մոդուլային ռեակտորներն այս պահին մշակման փուլում են։ Տեխնոլոգիան համապատասխան լիցենզիա կստանա 2020-ականների վերջին կամ 2030-ականների սկզբին։ Փոխնախագահ Վենսի հայտարարությանը Մոսկվայի արձագանքը ճուշացավ։ Արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ըստ էության ակնարկելով, որ ամերիկյանը դեռ չի կիրառվում, պնդել է, թե ռուսական տարբերակին իրական այլընտրանք Հայաստանը չունի։ Ռոսատոմը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում սկսել նախագծի իրականացումը։ Բնականաբար հայ ընկերների ցանկության դեպքում ապահովության ու արդեն փորձված տեխնոլոգիաների ու նաև ֆինանսական տեսանկյունից, այդ թվում շինարարության, հետագա շահագործման եւ մասնագետների անհրաժեշտ վերապատրաստման տեսանկյունից այլընտրանքներ չկան։ Բարձրաստիճան պաշտոնյան Իզվեստիային հայտնել է, թե նոր ատոմակայանի կառուցումը երկու երկրների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում եւ այն պարբերաբար քննարկում են տարբեր մակարդակներում։ Օրերս Մոսկվայից ընթացքում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նաև Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին էր հանդիպել, թե ինչ են քննարկել, չեն տեղեկացրել։ Արդյոք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի հայտարարությունը նշանակում է, որ Երևանը վերջնականապես որոշել է ատոմակայանի էներգաբլոկի փոխարեն ամերիկյան փոքր մոդուլային ռեակտոր կառուցել, նախընտրելով համագործակցել Միացյալ Նահանգների հետ, այլ ոչ Ռուսաստանի, որը շարունակ պատրաստակամություն է հայտնում Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։ Այս հարցը գրավոր ուղարկել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Խոստացել են շուտ պատասխանել։ Հիմա ԱՄՆ փոխնախագահի մի հայտարարության ավելի կոնկրետ ընտրություններից առաջ վարչապետ Փաշինյանին Վենսի անձնական աջակցության մասին, որը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել։ Խորհրդարանական ընդդիմությունը ի տարբերություն Թուրքիայից հնչած հայտարարության այս դեպքում ավելի մեղմ է արձագանքում։ Վերջերս հիշեցնեմ, արտգործնախարար Հական Ֆիդանը ասել էր, թե սոցհարցումների արդյունքներով Փաշինյանն առաջատար է եւ Անկարան աջակցում է նրա կառուցողական դերին խաղաղության հաստատման հարցում։ Մեծարգո պարոն փոխնախագահ Ջեյդի Վենս, ԱՄՆ պատվիրակության հարգելի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Երևանում երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փոխնախագահն այս մասին խոսեց, երբ նրան հարցրին, թե Վաշինգտոնը որքան ներդրում է նախատեսում անել TRIP նախագծում։ Փաստացի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թե այս թե Միացյալ Նահանգների հետ մյուս ծրագրերի իրականացումը կապեց Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ։ I think the question is really how do we get the peace deal into a good next phase? How do we keep the prime Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։ the long-term partnership to make this kind of a thing stick. Խորհրդարանին դիմադիր Հայաստան խմբակցությունից կարծում են, եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ամերիկյան վարչակազմը եւ առհասարակ բոլոր երկրները կճանաչեն ընտրությունների արդյունքները, անկախ նրանից, թե հիմա ինչ են հայտարարում։ Իսկ փոխնախագահ Վենսի ասածը միջամտություն համարում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատյանը ուղիղ չպատասխանեց։ Շաբաթներ առաջ Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր նախընտրական շրջանում Փաշինյանի բարձր վարկանիշից եւ խաղաղության
կառավարության հարցում նրա դերակատարությունից։ Ընդդիմադիրները Հական Ֆիդանի հայտարարությունը մեկնաբանել էին ուղիղ աջակցություն Նիկոլ Փաշինյանին եւ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Նախ Միացյալ Նահանգներ եւ Հայաստան հարաբերությունները համատել Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չկա։ Թուրքիան Հայաստանի դեմ իրականացնում է ընդգծված թշնամական քաղաքականություն, հիշեցնեմ, որ Թուրքիան նմանապես գռեհիկորեն միջամտել էր Հայաստանի ներքին գործերին 2021 թվականի փետրվարի այս օրերին։ Սա խնդիրը դառնում Թուրքիայի միջամտությունը ուղղակի պարզ էր, գռեհիկ էր եւ գործնական էր։ Այստեղ Միացյալ Նահանգները ասին, որ իրենք ցանկանային Փաշինյանի հետ աշխատել, բայց վստահ եմ, երբ ընտրությունները նոր իշխանություն ձևավորվի, այդ վստահությունը կանցնի նաեւ նոր իշխանություն։ Այսինքն միջամտություն այստեղ չկա։ Ես ասում եմ, մարդը փոխնախագահ իր ցանկությունն է արտահայտել։ Իշխանությունից սուտ էին որակել ընդդիմության պնդումները, թե Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում։ Իսկ ինչպես են ՔՊԱ-ականները վերաբերվում ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին Վենսի հայտարարությանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց. ամերիկյան կողմը գնահատում է Նիկոլ Փաշինյանի դերը խաղաղության հաստատման գործում։ Մենք շատ շնորհակալ ենք, որ դա գնահատվում է մեր Միացյալ Նահանգների գործընկերների կողմից եւ տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է գործընկերություն անել այնպիսի Հայաստանի հետ, որը հավատարիմ է մնալու խաղաղության գործընթացին եւ որը հավատարիմ է մնալու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին եւ գործարքներին։ Վերադառնալով թրիփին, 3 ներդրումներից Վենսը խոսեց առանց կոնկրետ թիվ նշելու։ Պնդեց տարածաշրջանի նաև աշխարհի մի շարք գործընկերներ հետաքրքրված են այդ նախագծով։ Այն համարում են ներդրումային լավ հնարավորություն։ Ընդհանուր առմամբ 3 բանակցություններից հետո թրիփի վերաբերյալ իրենց քննարկումներից ոչ վարչապետ Փաշինյանը, ոչ փոխնախագահ Վենսը նոր մանրամասներ չհայտնեցին։ JD Վենսը միայն նշեց Նիկոլ Փաշինյանի հետ երկար խոսել են գործընթացներն արագացնելու մասին։ Պարբերաբար ընդգծեց փոխկապակցվածությունը, տնտեսական զարգացումը լավ է ոչ միայն բարգավաճման, այլ նաև խաղաղության համար։ I'm also very proud to talk about the TRIP Enterprise Fund. I think most of you TRIP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների ու խողովակաշարերի կառուցման գործում եւ կրկնեմ այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրականում բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար եւ թույլ կտա կարճած մնալ խաղաղության համաձայնագրից։ It means that this region can have an enduring peace. We don't just ԱՄՆ փոխնախագահի այցից առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփն առաջ մղելն է։ Փաշինյան-Վենս բանակցություններից հետո հրապարակային ոչ միայն Թրամփի ուղուց քիչ խոսվեց, այլ նաև անդրադարձ չեղավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին։ Բաքուն ստորագրման համար պահանջում է փոխել սահմանադրությունը եւ այնտեղից հեռացնել հղումը անկախության հռչակագրին։ Ընդդիմության գնահատմամբ թե այս թե թրիփի շուրջ դրական զարգացումներ չեն սպասվում։ Թրիփը երկաթուղին նույնիսկ եթե ոսկուց կառուցվի ռելսերը, իսկ խողովակաշարի գազամուղի նավթամուղի պլատինից կառուցվի, միևնույնն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, այսինքն անխոչնդոտ անցման front office back office-ով կարողանա հայաստանցիները կարողանան ագարակից հասնել մինչև երասխ կամ երասխից իջնել մինչև ագարակ եւ էլի նույն պայմաններով անխոչնդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ եւ հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս։ Հայաստանի ապաշրջափակումը արդեն սկսվել է, ընդդիմությունը ուշացել է կամ չի ուզում տեղյակ լինել այդ մասին, իրենք տեղյակ չեն։ Չեն ուզում առերեսվել իրականության հետ, որ տարածաշրջանում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են առևտուր անել, Հայաստանը Ադրբեջանի իր երկաթուղին փոխաբերական կերպով ասած ապաշրջափակել է Հայաստանի համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 հայտնեց ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել են տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարը։ Այս հարցում կարևորեց նաև Հայաստան-Թուրքիա կարգավորումը։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ում հետ է Ծառուկյանը գնալու ընտրության։ Հայաստանից հեռանալու ազգային անվտանգության ծառայության տված ժամկետը լրացել է։ Իրանցի կինը դեռ Հայաստանում է, իրավապահների սպառնալիքները շարունակվում են։ Քանի դեռ խաղաղությունը հաստատված չէ, Ռուսաստանը կոչ է անում չոգևորվել Միացյալ Նահանգների ջանքերից։ Ում հետ է այս ընտրություններին պատրաստվում մասնակցել 2021-ին խորհրդարան չանցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ինքը ասել է դաշինք չի կազմի, վարչապետի պաշտոնին չի հավակնում, ուստի ով է Ծառուկյանի թեկնածուն եւ որ գործիչների հետ է պատրաստվում ճանապարհ գնալ հնգամյա քաղաքական դադարից հետո Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ինպես մարդուն ինչ ա պետք, ամեն ինչ ունեմ։ Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցությունով։ Մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի։ ԲՀԿ նախընտրական ցուցակում կլինեն ինչպես տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ անկուսակցականներ։ Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ ԲՀԿ առաջնորդն այսօր տարածած հայտարարության մեջ խոսելով ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին նշել է, թե մտադիր է քաղաքական հանրային նոյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը եւ երկրին օգուտ տալու իր ձևը։ Ինչպես Նոյը տեսավ փրկության եւ վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։ ԲՀԿ առաջնորդը սակայն չի հստակեցրել, թե իր նոյան տապանում որ ուժերն են ընդգրկվելու։ Միայն ընդգծել է, որ տապանում կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, կարևորվելու է միայն գիտելիքը։ Անկախ իրավական լուծումից, այն պետք է լինի կարող անհատների նոյան տապան, որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների։ Ծառուկյանի հետ ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Ազատության տեղեկություններով ամենայն հավանականությամբ ցուցակում կլինի նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսվում է նաև ապրելու երկիր կուսակցության ղեկավար Մանեթ Հանդելյանի, նախկին արտգործնախարար Արա Այվազյանի մասնակցության մասին։ Առաջիկայում գումարվելիք համագումարի շրջանակներում հրապարակվելիք 30 հորիզոնականներում ընդգրկված անձինք այսպես լինելու են բացարձակ պրոֆեսիոնալ, իրենց գործի գիտակ մարդիկ, հանրության կողմից հարգանք վայելող անհատականություններ, դա վստահաբար կարող են փաստել։ Իմ կողմից մատնանշված անձինք նույնպես կլինեն այդ 30-ում։ Ես անուններ այսօր չեմ հնչեցնելու։ ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանը թեև այսօր Ազատության հետ զրույցում հրաժարվեց ասել, թե կոնկրետ ովքեր են ընդգրկվելու ԲՀԿ նախընտրական ցուցակում, սակայն նշեց, թե ովքեր են մասնակցել ԲՀԿ-ի առաջարկ Հայաստանին նախընտրական ծրագրի մշակմանը։ Նրանց շարքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում փոխվարչապետի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած այսօր արդեն Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի падգամավոր Արմեն Գևորգյանը, այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր նախկին падգամավոր Վահե Հովհաննիսյանը, սպորտի նախկին նախարար այսօր Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախկին ԲՀԿ падգամավոր Միքայել Մելքումյանը եւ այլոք։ Վարչապետի պաշտոնին հավակնություն չունեմ, ցանկություն չունեմ։ Ես վարչապետի պաշտոնին թեկնածու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Այն, որ Ծառուկյանն անձամբ վարչապետի պաշտոնը չի ցանկանում եւ երկրի ղեկավարի պաշտոնում արդեն 3 թեկնածու ունի, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց օրերս երիտասարդների հետ փակ հանդիպմանը։ Իսկ ինչու Ծառուկյանը չի հավակնում վարչապետի պաշտոնին։ Դա իր անձնական ցանկությունը եւ որոշումն է։ Բարձաբանել է, բայց ինչու չի ուզում։ Մենք խոսելու առիթներ ունեցել ենք, բայց ես լիազորված չեմ մասնավոր խոսակցության մանրամասները հայտնելու, դա պարոն Ծառուկյանի ցանկությունն է։ Ովքեր են Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուները, եւ եթե Ծառուկյանն անձամբ չի հավակնում երկրի ղեկին, արդյոք սա նշանակում է, որ ինքը չի գլխավորի նախընտրական ցուցակը։ Այո, կան թեկնածուներ եւ ոչ թե մեկը, այլ մի քանիսը, որոնք որ բացարձակ առաջատարներ են իրենց ոլորտներում, իրենց զբաղեցրած պաշտոններում, բայց ես նման լիազորություն չունեմ այդ անունները հնչեցնելու։ Այդ 3-ից մեկի թե որ մեկին։ Կարծում եմ, որ պատեհ պահին, հարմար պահին պարոն Ծառուկյանը ինքը անձնապես այս մասին կխոսի, բայց այն, որ վստահաբար
ինքը գիտի եւ իր աչքի առաջ ունի մարդիկ, ովքեր որ կարող են այդ պատասխանատվությունը ստանձնել, դա եւս միանշանակ է եւ ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնացուներ կան։ Բայց ինքը ներգրաված կլինի նախընտրական ցուցակում, ճիշտ է։ Ես կրկնում եմ, որ ցուցակի որևէ հորիզոնականի հետ կապված որևէ հարցի այսօր չեմ հորիզոնականի մասին պատասխանել։ չէ, առաջին, երկրորդ, չորրորդ, թե 100-րդ, բայց ինքը կլինի։ Մենք առաջիկա օրերին այդ մասին խոսելու հնարավորություն կունենանք։ Կհաջողվի արդյոք ԲՀԿ առաջնորդին այս ընտրություններում հաղթահարել անցողիկ շեմը եւ հայտնվել խորհրդարանում։ 2021-ին Ծառուկյանի թիմը պարտություն կրեց հավաքելով շուրջ 50,000 ձայն։ ԲՀԿ-ում համոզված են այս անգամ իրենց կհաջողվի խորհրդարան անցնել, հակառակ պարագայում, ինչպես ԲՀԿ խոսնակն է նշում, ընտրապայքարի մեջ չէին մտնի։ Մենք բնականաբար գնում ենք առավելագույն վստահության քվե ձեռք բերելու հաստատակամությամբ։ Եթե ԲՀԿ-ին այնուամենայնիվ հաջողվի խորհրդարան մտնել, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հնարավոր համարում է հետընտրական համագործակցությունը իշխող քաղաքացիական պայմանագրի հետ, թե սա բացառում են։ Եթե շատ կարճ արձագանքելու լինեմ, որևէ համագործակցության հարց Բարգավաճ Հայաստան կուսակցության օրակարգում գոյություն չունի։ Համագործակցության հարց ԿՊ-ի հետ կոնկրետացնելու համար։ Որևէ համագործակցության հարց Բարգավաճ Հայաստան կուսակցության օրակարգում չկա։ Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցերից հետո ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված իրանցի կնոջը հայաստանցի իրավապահները սպառնում են արտաքսել Իրան, որտեղ բացառված չէ, որ նրան ամենախիստ պատիժը կարող է սպառնել։ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ճնշել Իրանի քաղաքացի 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին, պահանջելով լքել Հայաստանի տարածքը։ Այսօր լրանում է իրավապահների կողմից տրված մեկ շաբաթյա ժամկետը, սակայն կինն այդպես էլ որևէ պաշտոնական գրավոր հիմնավորում չի ստացել իրեն երկրից արտաքսելու վերաբերյալ։ ԱՀԾ-ից այսօր էլ են զանգել, ազատությանը փոխանցեց Ռեյհանեի ընկերներից Հոսեյնը։ Այսօր են զանգել ԱԱԶ-ից Իրան։ Ընկերների խոսքով Իրանի դեսպանատան առջև բողոքի ակցիաներին մասնակցող կնոջն ասել են, ինքնակամ չգնալու դեպքում կարտաքսեն։ Ինքը Ռեյհանեն այսօր վատառողջ էր, չկարողացավ խոսել։ Ավելի վաղ ազատությանը պատմել էր գլխով անցածը։ Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ ոչ իրական կյանքում, ոչ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ։ Ազգային անվտանգության ծառայությունից ազատությանն այսօր էլ չհստակեցրին, ինչ վտանգ է իրանցի կինը ներկայացնում Հայաստանի համար եւ արդյոք նրան պաշտոնապես ծանուցել են արտաքսման մասին, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Անցած շաբաթ ի դեպ ազգային անվտանգության ծառայությունից հարցրել էինք, թե ինչու են պարբերաբար ծառայություն հրավիրվում իրանցի ակտիվիստները, ինչու են սպառնում նրանց Իրան արտաքսել, ինչու են պահանջում չմասնակցել դեսպանատան առջև ցույցերին։ Ծառայությունից միայն պատասխանել էին, թե դա գաղտնի տեղեկություն է, իսկ արտաքսման որոշումը կայացնում են ոչ թե իրենք, այլ դատարանը։ Հենց այնպես ուղղակի սպառնալիքի լեզվով պետական մարմինների կողմից խոսույթը անընդունելի է եւ որևէ ոչ ներպետական, ոչ էլ միջազգային իրավական հարթությունում չի տեղավորվում սպառնալ օտարերկրացուն ինքնակամ լքել կամ մենք կորոշենք ինչպես ենք դա կազմակերպում կամ մենք ինքներս դա կանենք։ Իրանցի կնոջ իրավունքներով զբաղվող փաստաբանը պարզաբանում է, թե կառավարությունն ինչպես կարող է արտաքսել որևէ օտար երկրացու։ Հայաստանը վավերացրել է միջազգային փաստաթղթերը, որոնցում էլ սահմանվում է այդ ընթացակարգը։ Եթե կան ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ, վտանգներ, ապա այդ մասին գրավոր ծանուցում, գրավոր որոշումներ պիտի ընդունվի, դրանք վիճարկելի պիտի լինեն առհասարակ դատական ատյաններում եւ այլն, հետո նոր ուժի մեջ մտնեն եւ կատարման ենթակա ակտեր դառնան։ Իրանում դեկտեմբերից ծավալված բողոքի ակցիաների մասնակիցների կյանքի իրավունքի համար Հայաստանում պայքարող կինը սակայն պահանջներից բացի գրավոր որևէ փաստաթուղթ չի ստացել։ Նա ազատությանը պատմել էր, թե ինչպես են անցած շաբաթ իրեն տարել ԱԱԾ, 4 ժամ պահել, հարցաքննել, սպառնացել, արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն հայրենակիցների ազատության։ مامورای امنیتی ارمنستان اومدن دم خونه من Առավոտյան ժամը 10-ին ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն։ Նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել կանչել էին նաև տանտիրոջը։ 3 հոգի քաղաքացիական հագուստով առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին 4 ժամ։ 4 ساعت وقت منو گرفتن։
Ռեյհանեի փաստաբանն ընդգծում է արտաքսելու ու սպառնալիքների փոխարեն Հայաստանը պետք է պաշտպանի իրանցի կնոջը։ Ես կնոջը Հայաստանը ոչ թե պիտի սպառնա, որ մենք քեզ կարտաքսենք կամ ինքդ գնա, այլ պիտի ապաստան տրամադրի պատմությունը իմանալով եւ լսելով, թե ինչ խնդիրների եւ ինչ հետապնդումների է ենթարկվել իր իսկ ծագման երկրում։ Նաեւ նրա ընկերները հայաստանյան իրավապահների կողմից ճնշումների մասին հազանգեցին, երբ Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը քննադատեց Հայաստանին ցուցարարների առջև կանաչ լույս վառելու համար։ Հայաստանի վարչապետն էլ շտապեց հայտարարել, թե սա ժողովրդավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել, բայց Փաշինյանի այս հայտարարությունը չփոխեց իրավիճակը։ Այս դեպքում ստացվում է, որ քաղաքական ենթատեքստը դոմինանտ է եւ ստորագրվում է մարդու իրավունքը որպես ենթակա եւ ածանցյալ խնդիր, ինչը հանրապես իրավապաշտպանության մեջ անընդունելի է։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անընդունելի է համարում Հայաստանի կողմից իրավունքները քաղաքական շահերին ստորադասելը։ Սա առաջին դեպքը չէ, հիշում են, նման վերաբերմունք կար նաեւ Ռուսաստանի քաղաքացիների բողոքների ժամանակ։ Օրինակ, եթե երկիրը, որտեղ որ անընդունելի են այդպիսի ազատությունները, որոշակի պահանջ է դնում, Հայաստանը կարող է ստորադասել մարդու իրավունքը այդպիսի պահանջներին։ Կանանց ռեսուրսային կենտրոնն իր հայտարարության մեջ հայտնում է իր մտահոգությունը, պնդում, որ Մաջիդիին արտաքսելն անարդար է, նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Ռեյհանեն եւս նման մտավախություն ունի, իրեն հայրենիքում կարող են կախաղան հանել։ Տարբեր իրավապաշտպան խմբերի տվյալներով անցած տարի Իրանում ավելի քան 2000 մարդ է կախաղան բարձրացվել։ Իսկ տարեսկզբի հակակառավարական ցույցերի ընթացքում սպանվել է 5000-ից ավելի մարդ։ Transparency International-ը այսօր հրապարակել է կոռուպցիայի ընկալման ինդեքսի 2025 թվականի արդյունքները։ Ըստ այդմ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է 1 միավորով, դառնալով 46։ Չնայած իշխանությունների պնդումներին, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, հակակոռուպցիոն կենտրոնը սա բավականին համեստ ցուցանիշ է համարում, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների եւ փորձագետների ակնկալած արդյունքները։ Որոշ դրսևորումներ կոռուպցիայի, մասնավորապես անօրինական ֆինանսական հոսքերը, դրանք չեն չափվում այս համաթվով։ Եվ այնինչ սկսվել է վերջին տարիներին նկատվել, որ բավականին մաքուր երկրներից գնում է այդ կեղտոտ փողերը կամ գալիս են այդ երկրներ կամ գնում են որպես միջանկյալ այլ երկրներ, նպաստելով այլ երկրների կոռուպցիայի այդ խորացմանը եւ այդ համաթվի նվազմանը։ Մի լուր էլ միջազգային լրահոսից ենք առանձնացրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովը ասել է, որ խաղաղության հասնելու նպատակով Միացյալ Նահանգների նախագահի գործադրած ջանքերից պետք չէ ոգևորվել, քանզի խաղաղություն դեռ չի հաստատվել, իսկ բանակցությունները շարունակվում են։ Կրեմլը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ կոնկրետ օր եւ վայր դեռ որոշված չէ։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը ազատություն.am կայքում անընդհատ թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես, հաջողություն։